Եթե դուք էլ ունեք լիքը նոթատետրեր ու չգիտեք թե ինչ անեք դրանց հետ, ուրեմն այս վիդեոն մինչև վերջ նայեք։ Առաջինը ամենասովորական տարբերակը դա պլանների համար օգտագործելն է, որտեղ կարող եք գրել ձեր օրվա պլանները կամ ամսվա պլանները։ Երկրորդ տարբերակը դա junk journal-ն է, այսպես ասած մնացորդների նոթատետր, որտեղ տարբեր օրերից դուք կպահեք տարբեր բաներ, դա կլինի ինչ-որ թղթի կտոր, ինչ-որ, չգիտեմ, ծաղիկ եւ այլն, ու հետո դրանցով սիրուն հավես կոլաժներ կհավաքեք։ Կարող եք դա անել, ասենք, ինչ-որ կարևոր առիթից հետո, որ այդ օրը շատ բաներ եք ունեցել, կամ ամսվա կտրվածքով ամսվա ընթացքում հավաքեք տարբեր բաներ ու հետո արդեն կպցնեք ձեր նոթատետրի մեջ։ Հաջորդը կարող եք պահել նոթատետր ձեր դիտած ֆիլմերի եւ կարդացած գրքերի համար, որտեղ կգրեք այդ ֆիլմերի եւ գրքերի սյուժեները եւ հետո արդեն ավելի հեշտ կլինի դրանք հիշելը։ Եվ նաև իմ ամենասիրելի տարբերակը, որ ես արդեն երկրորդ տարին է ինչ անում եմ, դա իմ այս նոթատետրն է։ Ինքը իմ հիմնական նոթատետրն է, որի մեջ կա ամեն ինչ։ Ես այստեղ ամեն ամիս անում եմ ամսվա ամփոփում, այստեղ անում եմ junk journal-ի նման մի բան, բայց միայն կարևոր օրերից մնացած նկարներով եւ տարբեր բաներով։ Նաեւ եթե ինչ-որ ամիս որոշում եմ ինչ-որ challenge անել, դա նույնպես այստեղ եմ գրում։ Էջերի ձևավորման հավես տարբերակներ կթողնեմ Telegram-ի անալիքում։ Եթե վիդեոն հավանեցիք, միացեք էջին եւ կոմենտներում գրեք, թե ինչ վիդեո կուզեք տեսնել հաջորդը։ Պակա!